Իհարկե ունի իր բարդությունները եւ հաճախ բարդությունները առաջանում են, երբ որ մինչև վերջ ցուցումները չդրած ճիշտ ձևով կան հայտնի եւ կանխատեսելի, երբ որ որոշ հիվանդություններ կան, որոնց ժամանակ չի կարելի այս մեթոդը կիրառել։ Օրինակ արյան մակարդելության խախտված հիվանդների կամ որոնք արհեստական, գիտեք, ներկա ժամանակներում սիրտանոթային հիվանդությունների ոչ ինվազիվ բուժումների ստենտեր են դրած սրտային եւ այլն, որոնք ամեն օր օգտագործում են, արունջերիկացնող պրեպարատներ։ Եթե իրենց պետք է անել այս մեթոդը, մոտ մի շաբաթ առաջ հանվում են այդ պրեպարատները, որ մակարդելությունը տեղը գա, նոր քարոպշում արվում, նոր շարունակում են, այսինքն արունոսյան վտանգ ունեցող օրինակ հղիներին չի կարելի քարոպշում անել, կամ այդ զոնաների ինչ որ հիվանդությունների կամ չարվա գոռոցքների։ Այսինքն այդ ի սկզբանե սահմանափակումներ կան, քիչ են իհարկե, եւ կան ընդհանուր բժշկական, որ կարող է արունոսություն լինի, ինֆեկցիայի սրացում եւ այլն եւ այլն։